մի հատ լսեք էլի, ուրեմն շատ կարճ։ Հասարակ ձեռնարկություն, արտադրություն, ստեղ Պատգորից այս գլուխ խեղտած Չեռնագորիայինն է։ Այլանդակ ուրեմն վաղուց ռուսը, որը վաղուց եկել է, դու ոչ մի բարդություն չի, դու էլ փող ունենալ, ես եմ ով դու էլ կարայ անել։ Բացել է արտադրություն, հասարակ, ասենք, փաթեթներ, ցելոֆանը եւ այլն։ Հա, ու գրել է հայտարարություն։ Պահանջվում են, չգիտեմ, ուպակոպշիկներ, բանվորներ տարբեր եւ այլն։ Ես հետո հատուկ ուրիշ ռուսներից հարցրել եմ։ Իրանք դիմել են, միանգամից պատասխանել են, վերցրել աշխատանքի եւ այլն։ Ու ես կարդում եմ տարբեր տեղեր, ունի լիքը թափուր տեղեր։ Ես դիմում եմ Արմեն Ղազարյան։ Ոչ մի պատասխան։ Հայկական ազգանունով։ Հետո մի կերպ հետը կապնվում եմ Ղախպից ծնունդը անգամ չէ թաքցնում է։ Չէ, հայերին չեն։ Դու հասկանում ես, հայերին չեն։ Դուք հասկանում եք դրանց ես այդ ռուսի խոզի սորտը փակեմ։ Չեք դրանց ընդառաջում։ Ու տես այդ ոնցոր նոր հիշեցի Կիևում էլ ոնցոր մի անգամ զանգել էի բնակարան վարձելու համար հարցրեց որտեղից ես, ասի Երևանից, Հայաստան, Արմենիա։ Нет, Азию не рассматриваю։ Հասկացա՞։ Ու 5 անգամ այստեղ տես եղել է այս Պատգորից։ Անգամ հայտարարության արդեն հայտարարության մեջ գրել է միայն բան է վերցնում ռուս, ուկրաինացի, բելարուս, հասկանում ես ես սրանց սորտը փակեմ, արան չեք ընդառաջում, հիմա նույն այդ Ղախպի տղեն ռուսը, վաղը կգա Երևան, Նիկոլ Ղախպի ծնունդի հետ, կանգնի կողքը կնկարվի ու կասի դել բանը, մի հատ անձնակի, Նիկոլներ մի հատ դրան պասպորտ կտամ, ոնցոր տվել է, արդեն Նիկոլ Բոզլի տղենը չես ռուսների տալի, տվել է, անեց մի Ռուսիա տվել, որը հայերին ստորացնում էր անգամ մամուլ էր գրում, էլ խոսքերով ոնցոր ռուսը, Բոզլի տղա, որտեղ պետ դեպարտամենտը ցելադրեց, կարգադրեց իրանց Սրիկա Նիկոլին, որ մի օրում պասպորտ տվիր արա, Բոզլի տղա, արա Նիկոլ, ու իմ ազնագիրը Բոզլի տղեն ես բայց լավ, եսի ուրիշ թեմա է։ Ես հիմա դրա մասին չեմ խոսում։ Այս տարվա մեջ դրա հարցերը լուծվելու են, սենց թեմես, դա հեռացվելու է ոչ միայն դրա ռեժիմի իշխանություն, այլ вообще, ես չգիտեմ ինչ ձևով են դրանց սատկացնելու, ինչ գնով ուզում է լինի։ Հիմա, խոսքս հայաստանցիներին այն չեք լավ ընդունում, արա, չեք այդ խոզար ռուսների вообще ընդունում, արա, դրանք մարդ չեն, կիսամարդ չեն, արա, դրանք ռուս ասելով հասկանում են բոլոր դրանց սորտերի, բելարուս, ուկրաինացի նույն քակն են տարբեր գարշոկներում, արա, խեք, այսօր էլ Երևանում մտես լիքը Ղախպեկ կան, անգամ են մեկը կա է, որ հոլովակները հանում, էդի նալոգ վճարում, արա, ուրեմն, որ մտահոգված են այդ Սամվել Կարապետյան բաները, որ ասում է թուրքերը, բա ռուսները, որ գնում են, չի, դես է ռուսասման դեմ եմ, ռուսասման, ես, որը ռուսաս դպրոց եմ ավարտել, ինստիտուտը ռուս եմ, մեծամասնությունից ավելի լավ եմ իհարկե տիրապետում ռուսերեն, Հայաստանի բնակչության, ես դեմ եմ ռուսացմանը, մեր կրոպե շունչ քաշեմ, հիմա վերադառնանք այդ դմբոն արեկի, այդ անասունը, դուք դա մոռաց ասել է երբևիցե, որ դատական համակարգը պետք է փոխվի, ասենք, հսկողության տակից դուրս վերվի, նույնն էլ ոստիկանական, երբեք չի ասվի, դրանց գաղափարը չէ, տուրիզմ, աշխատատեք, 1.5 միլիարդ եվրո թե դոլար կարևոր չի, հա, արտասահմանցիները գան, ինքը հյուրանոց բացի, դմբոն արեկը ինքը դիրեկտորն է, էլի, դու էր զուգարանը լվաս, արտասահմանցիները քաքեն, դու զուգարանը լվաս, նարեկը կասեց ակ, քեզ աշխատատես, ոսոր ժամանակի չարչեացրեցին, հիմա էլ
Դες քոզ են սարքում էլի լրիվ։ Ինչ է խոսում։ Մի րոպե ասեմ։ Ուղղակի անես եմ կատաղում ես հայերի։ Արա որ եկել է այդ ռուսը։ Արա դաժե Facebook-ի մեջ իմ բաները չեն տպագրում ռուսները։ Խմբեր ունեն չեմ իմ հայտարարությունը։ Արմեն Ղազարյան չեն տպագրում։ Ես այդ արա չեք ողջունում, դա չեք բարևում։ Մեր անասուն ռուսները եկել են Երևան, ղախպի տղեն մի երկու հատ բան ա ուզում, նկարում ա գցում ա YouTube-ը, ինչես ողջունում, ինքը քեզ կողջունի, չէ, ինքը հակառակը կասի։ Արա մենակ շատ անազգան խաղ է սա, անազգան ժողովուրդ է։ Բնակչություն է էլի։ Ես նկատի ունեմ հենց հայաստանցիներին։ Սա անգամ վրացին ինձ աշխատանքը առաջարկեց, վրացին է, ուղղակի 70 կիլոմետր հեռավորության ուրիշ քաղաքում է, դրա համար հրաժարվեցի։ Թե չէ, հա, այդտեղ ուրիշ հարցեր կար։ Բնակարան վարձել եւ այլ եւ այլ։